Հա, ասեմ սկզբից, որ իրականում ես չեմ եկել քննադատելու, որովհետև ամենահեշտը մեր մոտ կարծես թե ստացվում է քննադատելը, ուզում եմ մի հատ պատմական ակնարկով հետ գնամ ապա համակարգի ներդրմանը, երբ որ էլի նմանատիպ շատ քննարկումներ եղավ, շատ դեմ, շատ կողմ կարծիքներ եղավ, բայց մենք ի վերջո ունեցանք կայացած համակարգ, որի շահառուներն են բոլոր մեքենավարողները ու այդ պատասխանատվության ապահովությունը էլի քննարկված սոցիալական էր ու կյանքի կոչվեց ու այսօր կարող է միգուցե որոշները այլ խնդիրներ ունեցած լինեք իմ հետ համաձայն չլինեք, բայց համակարգը որպես այդպեսին կայացավ ու գործում է ու ընթացքում ապահովագրողների բյուրոն կա, որը շտկումներ է անում թե ապահովագրական ընկերությունների հետ, թե նաև այլ շահառու կազմակերպությունների հետ, այդ համակարգը այդ անիվը գլորվեց ու թափահարվեց։ Ինչը արդյունքեր են բանի, որ լսվեց կարծիքներ ու քննարկվեց ու արդյունքում ունեցանք արդյունավետ լուծումներ։ Ու լիահույս եմ ու մեծ հույս ունեմ, որ նմանատիպ հավաքները, նմանատիպ հնչեցված կարծիքները նաև տեղ են հասնելու, քննարկվելու են ու ունենալու են այդ արդյունքները, որովհետև իրականության մեջ առողջության ապահովագրությունը այլընտրանք չունի ու ինչքան շուտ ներդրվեր, իսկ ես կարող եմ ասել, որ ավելի ուշացած էր, միգուցե ավելի շուտ ներդրվեր, հիմա լիքը հարցեր արդեն իր լուծումները ունենան։ Ինչ վերաբերում է հեռանկարներին ու զարգացմանն եմ ես ուզում ավելի շատ անդրադառնամ ու այդտեղ խնդիր ունենք մենք նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներին, իր այդ սինխրոն աշխատանքներին, մասնապես նաև ես կրթական համակարգում եմ ներկայացված ու օրինակ, որ մի քիչ ավելի լավ պատկերացնենք, ես ապահովագրական համակարգը ներկայացնում եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթներով, որ ուսանողները ավելի լավ գիտակցեն ինչի մասն է խոսքը, ու մասնավորապես տվյալ պարագայում, օրինակ եթե Գիքորը ունենար առողջության ապահովագրություն, հա, այդ հեքիաթը տենց տխուր ավարտ չէր ունենա։ Ու սա իրականության մեջ հիմնավորում է, որ այլընտրանք չունենք ու նաև բազմաթիվ են նաև գոհունակություն արտահայտող համակարգից արդեն օգտված շահառուները, որոնք գոհ են այս համակարգից։ Այլ հարցը թե ինչ ձևով են իրանք տեղեկացված եղել, ինչ ձևով են իրանք իրենց ծառայություններից օգտվել, որովհետև այստեղ նաև ունենք մենք տեղեկատվական բաց, որ պետք է այդ ենթակառուցվածքները աշխատի, ունենք նաև կրթական բաց, օրինակ ես լինելով նաև դասախոսելով տեսնում որ բուհերում ունենք կրթական համակարգում, տեսեք, ապահովագրական ամբիոնները փակվում են։ Մենք ունենք հսկայական ծավալի ապահովագրական համակարգի ներդրում, որտեղ օդ ու ջրի պես պետք են նոր մասնագետներ, առնվազն առողջության ապահովության ադմինիստրատիվ այդ հարցը լուծելու համար, բայց բուհերում փակվում են ապահովագրական ամբիոնները։ Սա շատ մեծ խնդիր է ենթակառուցվածքի, որ պետք է շատ սինխրոն աշխատել ու այդ հարցը կրթության լուծել։ Մյուս հարցը, որ առողջության ապահովագրությունը արդեն իսկ կամավոր ապահովագրությունը առողջության մասնավոր ապահովագրական ընկերություններ շատ լավ անում են ու շատ լավ կազմակերպում են այդ ամեն ինչը, ունենալով թեժ գծի պատասխանատուներ, ունենալով ցանկացած հիվանդի, ցանկացած բուժառուի, ցանկացած ապահովագրական ապահովադրի շահառուի կցվածա համապատասխան բժիշկ փորձագետ։ Մարդը զանգեց, իր խնդիրը լուծեց, իր հարցը լուծեց, նույնիսկ հիմա հասել են նրան, որ application-ներով արդեն մոբայլ ծրագրերով են այդ ամեն ինչը կառավարում ու կարգավորում, որը էլի ունեն համագործակցող ընկերությունը եւ այլն։ Ես կուզենամ նաեւ տեսա, որ նախարարը եւ մասնավոր ընկերությունները հուշագրեր ստորագրեցին, կարծես թե դա լրացուցիչ ապահովագրական ծառայությունների մասին էր խոսքը, իմանալով, բայց ես կուզենայի նաև ավելի խորացնեին այդ համագործակցությունը ու մասնավոր ապահովագրականների կազմակերպչական այդ փորձը ու գիտելիքները բերեն պրոյեկտային այս պետական առողջության ապահովագրության համակարգում, ինչից հաստատ մնացած շահառուները շահած դուրս կգան։ Մյուս խնդիրը էլի քննարկվեց, հա, որ գները միատար չի, համաչափ չի եւ այլն, այդտեղ ես չեմ ուզում խորանալ, ավելի շատ բժիշկների ու ծառայություն սպառողների կամ պետք է այդ հարցը քննարկվի, բայց էլի քննարկումներում գիտեմ, որ ոչ թե քիչ է կամ շատ է, այլ միատար չի, միտեղ քիչ է, միտեղ շատ է, մի հիվանդանոց
այլ գնացակով աշխատում, այդպիսի բաներ եմ լսել, չգիտեմ իրականությունը ոնց է։ Չկա այդպես բան, ես կհավելեմ։ Լավ, շատ լավ, այդ արդեն դուք կպարզաբանեք։ Մյուսը այդ կազմակերպչականն է, մենք ունենք ընտանեկան բժիշկների ինստիտուտ, որը կարծում եմ այստեղ արդեն պետք է անելիք ունենար, ու նաև բժիշկների հետ ես որ խոսել եմ, շատ ծանրաբեռնված են այդ գրագրություններով, այսինքն իրենք մասնագիտականը թողնում են, սկսում են անընդհատ ինչ-որ բաներ լրացնել, փաստաթղթեր լրացնել ու ծանրաբեռնվում են ադմինիստրատիվ գործերով ու մասնագիտականը տուժում է, այստեղ կուզենայի նաև այս խնդիրը բարձրաձայնվել ու որոշակի առումով այդ ենթակառուցվածքում լուծում ունենալ ու այն ուսանողները, որ պետք է գան այդ ադմինիստրատիվ հարցերը կազմակերպեն, ինձ թվում է հենց լավ ժամանակն է, որ բուհերին հենց այդ պահանջարկը իջեցվի ու գոնե արագացված կուրսերով կամ ինչ-որ ձևով այդ հարցը լուծվի ու գնանք առաջ։ Այստեղ նաև այդ խնդիրներ, որ մենք պետք է մեր խնդիրները համակարգ ներդնելու հիմնականը գալիս է նրանից, որ չունենք վիճակագրություն։ Նույն խնդիրը մենք ունեցել ենք ԱՊԱ-ի համակարգը ներդնելուց, նույն խնդիր ունեցել ենք գյուղատնտեսության ապահովագրության համակարգը ներդնելուց։ Բնականաբար, եթե ինչ-որ բան անվճար է ու դու ժամանակին ունեցել ես հասարակությունում, որ վճարունակ չեն եղել ու չեն դիմել, հիմա հսկայական ծավալներով պետք է այդ դիմումները լինել ու այս մասը կուզենայի շատ ավելի կազմակերպված լիներ, ինչը մենք այս բարելեմ հաշվառնելով հերթերը ու այդ սպասողական վիճակները շահառուների ունենք։ Համակարգը ամփոփելով ասեմ, որ այլընտրանք չունի, պետք է զարգանա, հետ վերադարձ կարծում եմ, ինչքան էլ քննադատենք, ինչքան էլ պետք է քննադատություններ լինի թիրախային, պետք է քննադատությունը լինի ուղղված լավորակման այս համակարգի, ու ես վստահ եմ, որ եթե առողջ քննադատություն լինի ու ավելի արդյունավետ ու մեխերը գտնենք մենք ենթակառուցվածքների առումով, մնացած խնդիրների առումով, վստահաբար տեղ կհասնի ու մեծ հույս ունեմ, որ մենք հաջորդ քննարկումներին արդեն ավելի քիչ խնդիրներ կբարձրաձայնենք ու ավելի շատ կխոսենք արդյունքներով։